Իրենց ասածին ոչ մեկ ինչպես Սամվել Կարապետյանը կասեր շան տեղ չդրեց։ Դրանք բոլորը իմ մեծ մասը Ղազարյան versus Ղազարյան իմ կլիենտներն են, իմ վիրտուալ դերասաններն են։ Իմ խոսքը խմբակցությունում գրաքննության չի ենթարկվում։ Թիմը գոհ էր ձեր ելույթից։ Կարծում եմ, որ այո։ Ես ի սկզբանե ասել եմ, որ ես պատգամավոր դարձել եմ ի շնորհիվ Սամվել Կարապետյանի առաջին հերթին հեղինակության։ Ես առանձին որպես քաղաքական գործիչ, եթե մասնակցեի ընտրությունների, ես առավել քան վստահ եմ, որ ինձ չէր հաջողվի ունենալ այս կրծքանշանը։ Պաստորեն դուք այս պահին ինձ ասացիք, որ ինչը լինի վաղը, ինչ տարաձայնությունները, եթե Աստված չտա, առաջանան ձեր եւ ձեր թիմակիցների միջև, դուք անելու եք այն, ինչ ասելու է Սամվել Կարապետյանը։ Իմ այսօրվա պայքարի օրակարգային հարցը այն է, որ մեր հաջորդ վարչապետը լինի Սամվել Կարապետյանը։ Եթե Սահմանադրությունը ընդունվում է առանց անկախության հռչակագրին հղում անելու, նշանակում է այդ հանրաքվեի արդյունքը ոչ թե Սահմանադրության ընդունելու մասին է, այլ այդ անկախության հռչակագրով ստեղծված պետությունը վերացնելու մասին է։ ՀՊ-ի պատգամավորներին դիմելով ասում եմ զգույշ եղեք, սա նաև ձեզ է վերաբերում։ Սենց ազգային ժողով, սենց գեղեցիկ սիրուն նստարաններով բան Ստեփանակերտում է կար։ Նորմալ մարդը ոնց կարա Սամվել Կարապետյանին թողնա, այդտեղ խելքը տա Նիկոլ Փաշինյանին։ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև կնքված սահմանի համաձայնագիրը ՍՍՀՄ-ի եւ Թուրքիայի իրավաբանորեն հիմա Այսինքն Թուրքիան կարող է այդ սահմանը չճանաչել կոպիտ ասած։ Դա է վտանգը։ Ասում է Տիգրանաշենը վաղուց է հանձնված։ Քոչարյանն է հանձնել։ Ասում եմ այսօր ընդեղով եմ եկել, այսօր դեռ հանձված չի։ Հաղթողները սովորաբար մեծահոգի են լինում, որտեղ արդեն հաղթել են եւ նրանց ում հաղթել են առաջարկում են նորմալ հարաբերություններ, նորմալ շփում։ Մենք այլ իրավիճակում ենք ապրում եւ իշխանությունները խոսում են ճակերտներով բարևարքի մասին, բայց իրականում ամեն ինչ բոլորովին այլ է։ Բարև ձեզ։ Այսօր իմ հյուրը Ազգային ժողովի պատգամավոր Էդգար Ղազարյանն է։ Ողջույն Էդգար։ Բարև ձեզ։ Անչափ շնորհակալ եմ, որ ընդունել եք իմ հրավերը։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Այսօր դուք հիմնական նյուզմեյքերն եք Հայաստանի, օրակարգ եք թելադրում եւ թերևս առաջին անգամ, որ անդիմադիր գործիչը նույնչափ օրակարգ է թելադրում, ինչև իշխանությունների ղեկավարը, այսինքն Փաշինյանը, արդեն 3 օր է հանրությունը քննարկում է Էդգար Ղազարյանին եւ Էդգար Ղազարյանի չափազանց հետաքրքիր եւ էմոցիոնալ ելույթը։ Այնինչ տեղի ունեցավ ձեր ելույթից հետո եւ իշխանությունների այսքան շատ ջղային զայրացած արձագանքը եւ ձեր թիմակիցների արձագանքը ըստ ձեզ adekvat էր։ Կանխատեսելի էր, այսինքն պետք էր սպասել։ Նախ ասեմ ձեզ, որ երբ որ ես արդեն ընտրվել էի պատգամավոր, այսինքն պարզ էր ընտրությունների արդյունքները, իշխանության ներկայացուցիչները, այդ թվում Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան, Վահագն Ալեքսանյան, տարբեր կերպ իրենց տեսանյութերում դիմում էին ուժեղ Հայաստանի առաջնորդներին եւ ասում էին, որ սրան դուք հանկարծ ազգային ժողով չբերեք։ Այսինքն ունեին կանխազգացումներ իմ ազգային ժողովում գտնվելու հնարավորություն զարգացումների վերաբերյալ։ Երբ որ դե բնականաբար իրենց ասածին ոչ մեկ ինչպես Սամվել Կարապետյանը կասեր շան տեղ չդրեց, ես ստացա պատգամավորական մանդատը եւ եթե հիշում եք, երբ որ առաջին օր ազգային ժողովում ներկայացնում էին պատգամավորներին, իմ անունը հնչեցելուց ԿՊ-ում ինչ-որ օվացիաներ էր։ Ես ճիշտ ասած այդ բանից զբաղված էի, հեռախոսով ավելի կարևոր նյութ էի կարդում, բայց զգում էի, որ դահլիճում օվացիաներ են։ Երբ որ լրագրողները ինձ հարցում են, ասում են ինչով է պայմանավորված այդ ոգևորությունը, ես ասի, որ դրանք բոլորը իմ մեծ մասը Ղազարյան versus Ղազարյան իմ կլիենտներն են, իմ վիրտուալ դերասաններն են եւ բնականաբար իրենց ռեժիսորի լսելուց հուզմունք են։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, այնտեղ են այդ իշխանական պատգամավորների շարքում են մարդիկ, ում դուք պարբերաբար անդրադառնում եք։ Իրանց քաղաքական կերպարին, իրանց խոցելի մոտեցումներին եւ այլն։ Եվ նրանք ինձ թիրախավորել են ի սկզբանե, այսինքն ազգային ժողովում, երբ որ ելույթի որևէ հնարավորություն կա կամ ինչ-որ բան կա, ես նկատել էի, բոլորն են նկատում, որ նրանք առաջորդվանից ինձ թիրախավորել են եւ առիթ են ման գալի
ինձ այդ ձևով որևէ ներգործություն իրականացնելու համար։ Գիտեք, կա նաև հասարակական տրամադրություններ, որոնք հաճախ լրագրողներն են, չէ՞, մեզ փոխանցում։ Օրինակ զարմանալիորեն ինձ լրագրողները միշտ հարցնում են. հնարավոր է որ իրանք ձեզ ծեծեն, բռնության ենթարկեն, դուք պատրաստ եք դրան, բան, օրինակ իմ մոտ միշտ հարց առաջանում, ասում հետաքրքիր է, ուրիշ պատգամավորներ այդ հարցին չի չեն տալի, էլի, չէ՞, ասենք օրինակ ոչ մեկ չի մոտենում, թեկուզ մեր խմբակցության այլ պատգամավոր ասի ԿՊ-ականները ձեզ կարողա ծեծեն, չէ՞, բայց իմ պարագայում ինչ որ օթում կախված էս մի հատ բան կա, որ ինչ է դա նշանակում, որ կա ընդհանուր տրամադրություն բացասական։ Եվ ես երբ որ իմ ելույթներն եմ ունենում, ընդ որում բավականին հաճախ բոլոր հնարավոր առիթները օգտագործելով, ես զգում եմ, որ իրանց համար այդ խոսքը դիսկոմֆորտ է առաջացնում, որովհետև դա բովանդակային, փաստարկված, ես իմ ելույթների վրա անկեղծ ասած շատ երկար եմ աշխատում, եւ ոչ միայն ունեմ ինստիտուցիոնալ հիշողություն, որը իմ հասարակական գործունեից, իմ ամեն թեմատիկ զրույցին պատրաստվելուց կամ իմ հաղորդումներին պատրաստվելուց եմ աշխատում, եւ հիմա ամեն ելույթից առաջ ես տանը աշխատում եմ ազգային ժողովի այգում զբոսնում եմ իմ մտքերը։ Ես ուզում եմ ձեր ելույթին նորից անդրադառնանք, տեսեք, դուք երեք կարծեմ ասացիք, որ ձեր բոլոր ելույթները քննարկում եք ձեր թիմակիցների հետ, համաձայնեցնում եք թեման կամ ելույթի բովանդակությունը, ճիշտ եմ հասկացել։ Ավելի շուտ ընդհանուր կետերը, իմ ելույթները ես բանավոր եմ խոսում, եթե նկատել եք, այսինքն ես չունեմ տեքստ, որ այդ տեքստը որևէ մեկի հետ համաձայնեցնում։ Բայց մոտավորապես ասում եք, որ սրա մասին ենք խոսել։ Դա բնական է, այսինքն մենք խմբակցությունում առհասարակ քննարկում ենք, մանավանդ հիմա պայմանավորվածություն կա, որ ելույթների սահմանափակում կա, չէ, ասենք երկու ելույթ Հայաստան դաշինքից, երկը ուժեղ Հայաստանից, 6-ը ամենի տեխնացու։ Բնականաբար նախապես քննարկում է, ով ելույթ ունենա, ինչ հարցերի շուրջ անդրադառնա, դա խոսքը վերաբերում է ընդհանուր ասպեկտներին, այսինքն իմ խոսքը խմբակցությունում գրաքննության չի ենթարկվում որպես խոսք, որովհետև ոչ ոք չգիտի թե ես ինչ եմ խոսում, դա բանավոր խոսք է։ Իսկ ձեր ելույթից հետո հենց ձեր ելույթի բովանդակությանը, բացի այդ սրիկայաբար, հա, բառն օգտագործեցիք, բացի դրան ուրիշ այլ բան ձեզ ասել են, որ ասենք շատ կոշտ էր ելույթը կամ չգիտեմ, ինչ որ նման քննարկում ունեցել եք։ Ոչ, Այսինքն թիմը գոհ էր ձեր ելույթից։ Կարծում եմ, որ այո, կարծում եմ, որ այո։ Համաձայն եք ինձ հետ, որ իշխանության զայրույթը ոչ թե այդ սրիկայաբար բարի հետ էր կապված, այլ ձեր ելույթի կոնտենտի հետ էր կապված, որովհետև թերևս այսպիսի տպավորություն էր, որ իրենք հաղթել են, հա, ոչ այնքան էլ արդար ընտրություններով նորից պահել են իշխանությունը եւ այդուամենայնիվ հաղթել են ընդդիմության իշխանությունը հաղթել է եւ կարծես թե պատրաստ էին ինչ որ ձևով նոր կետից սկսել իրենց իշխանությունը եւ հանկարծ Էդգար Ղազարյանը ելույթ է ունենում եւ իրենց ամենասարսափելի այսպես ասեմ սխալները, հա, մեղմ ասեմ, սխալները ի հայտ է բերում եւ մեզ տանում է ռետրոսպեկտիվ ինչ որ մի հատ քրոնիկոն է ցույց տալիս, որ էսեր եւ իրականում այնինչ մեզ հետ այն հսկայական, այն սարսափելի դժբախտությունները, աղետը, որ մեզ հետ կատարվեց, սա ունի հեղինակ, այդ հեղինակն ունի անուն եւ դուք հստակ դա նշեցիք։ Այո, ես ասեմ ձեզ, որ այդ իմաստով ես որևէ կաշկանդվածություն չունեմ, այսինքն այն ինչ որ խոսում ազգային ժողովում, որ պետքա որոշակի նորմեր հարգվեն, դա վերաբերվում է բարևարկությանը եւ միմյանց հասցեին վիրավորանքներ չհնչեցնելուն։ Եվ ըստ էության դրա մասին որևէ պայմանավորվածություն պետք է չէր ձեռք բերել, որովհետև այդ ինչի մասին որ խոսվում է, դա ազգային ժողովի կանոնակարգով վաղուց սահմանված է, այսինքն ազգային ժողովի կանոնակարգով ասում է, որ падգամավորը պետք է հետևի էթիկայի նորմերին։ Այդ ամենայնիվ ճիշտ էր ընդդիմության կողմից ընտրարշավից հետո, որի ժամանակ երկրի ղեկավարը իշխող թիմի առաջնորդը անդադար ոչ թե բարևարկություններ խախտում, այլ ամեն ինչ էր խախտում, ընդհուկ միջև մեծ տարիքով կնոջն ասում էր դուք ինչի չեք մահացել, մեղմ ասած, հա, ես մեղմ եմ շատ ասում, ինքը ինչ էր անում, այն արտահայտությունը, որ նա իրեն թույլ էր տալիս քաղաքական իր հակառակորդների հասցեին։ Հնարավոր էր արդյոք դա նորմալ է, adekvat է ընդդիմության մոտեցումը, երբ նման ընտրարշավից հետո իշխանության ներկայացուցիչը ասում է եկեք այսօրվանից արդեն սովետական մուլտիկ կար է, որ մկները գալիս են, ասում են давайте жить дружно։ Բայց Ռուբինյանն ասում է, որ ես չեմ ասում давайте жить дружно, ասում եմ давайте жить
Համերաշ, թե ինչ դժվար։ Ցիվիլիզովանը, քաղաքակրթության ինչ որ շրջանակներ։ Դա ծիծաղելի է։ Ու անդիմության ընդունելն այդ առաջարկը ծիծաղելի։ Նորից եմ ասում, ոչ մի բան կարող չլինի, ոչ մի խոսակցություն։ Ազգային ժողովը ունի կանոնակարգ։ Կանոնակարգով ասում որ падգամավոր այսպես թե այնպես պետք է հետևի էթիկայի նորմերին։ Եվ կազգային ժողովի падգամավորի կարգավիճակի մասին օրենք, որը թվարկում է թե որն այդ էթիկայի նորմեր։ Եվ մենք պարտավոր ենք դա հարգել։ Եվ ես իմ ելույթում մնացել եմ այդ կոռեկտության շրջանակում։ Ես որևէ մեկին ոչ անձնական վիրավորանք եմ հղել, ոչ է կոմպլիմենտ։ Այսինքն եթե որևէ մեկը մտածում է, որ ես որ իրեն սրիկա եմ անվանել եւ դա վիրավորանք է կամ հաճոյախոսություն, երկու դեպքում է սխալվում է։ Ես իմ չի հաստատ։ Ոչ էլ վիրավորանք է։ Ոչ վիրավորանք է, ոչ հաճոյախոսություն։ Ես ասում եմ գնահատել եմ երևույթ, ասում եմ շահարկումը եղել է սրիկայաբար։ Ընդ որում դա բոլորին չի վերաբերում։ Եվ ակնհայտ է որ խոսքը վերաբերում էր մինչ այդ իմ հասցեին հնչած այն շահարկումներին եւ զրպարտություն հանդիսացող, տեսեք, քանի падգամավոր ազգային ժողով ասում է Էդգար Ղազարյանը անվանական նշելով հայ զինվորի մահը ցանկացել։ Ավելի մեծ վիրավորանք ցանկացած մարդու, այդ թվում իմպես մարդու, իմ մինչև հիմա պայքարի մեր հայրենիքի համար, երկրի համար մտահոգ սրտացավ մարդու նման բան ասելը դա շատ լուրջ վիրավորանք, առավել եւս զրպարտություն։ Այդ դեպքում ինչու ձեր ֆրակցիայի ղեկավարն ասաց կքննարկենք։ Ինչու կքննարկենք, ինչու նրա առաջին արձագանքը չեղավ, ինչ եք խոսում։ Էդգարն ամեն ինչ ճիշտ է ասել կամ մենք որևէ բան չունենք քննարկելու։ Մենք ունենք խմբակցության ղեկավար, որը ազնվագույն մարդ է։ Ահա։ Չափազանց բարի եւ հավասարակշռված։ Եվ պարոն Կարապետյանի այդ արձագանքը կարծում եմ պայմանավորված էր այն արհեստական լարվածությամբ, որը հրահրեց ազգային ժողովի փոխնախագահը իմ ելույթից հետո անմիջապես իր կոշտ արձագանքով, որ ինձ պետք է ազգային ժողովի դահլիճից, ազգային ժողովի շենքից դուրս շպրտեն, եւ դա բացասաբար անդրադարձավ իրենց խմբակցության падգամավորների վրա, մեծ մասը դուրս եկան ազգային ժողովի միջանց, այնտեղ լարվածություն էր եւ պարոն Կարապետյան ինքը լինելով շատ համերաշխ, հաշտեցնող, բոլոր իրավիճակները հարթող, ես կարծում եմ, որ այդ ընդհանուր միջավայրի հարթեցման նաև իմաստով ինքը ասաց, որ քանի որ ելույթը առաջացրել է նման զարգացումների աբերել։ Եվ դուք դա ճիշտ եք համարում։ Ես կարծում եմ, որ դա ճիշտ մոտեցում է, որովհետև ոչ թե խնդիրը վերաբերում է դրանք քննարկենք արդյոք ելույթը լավն էր, վատն էր, պետք էր թե պետք չէր, այդ իմաստով չէ։ Այլ դրա առաջացրած հետևանքներով։ Իսկ քննարկել նշանակում է ոչ թե քննարկել Էդգար Ղազարյանի ելույթը, այլ նաև քննարկել թե Հայկ Կոնջորյանը դրան ոնց արձագանքեց։ Իսկ մամուլը, գիտեք, մեր մամուլը թեև շատ հաճախ սխալ բաներ է գրում, բայց սովորաբար գրում է այն, ինչ մոտավորապես տեղի է, հա, ունենում ամենայն դեպս այն, որ ձեր ելույթից հետո կար մանդատը դնելու, վայր դնելու հարցը, բայց նման հարց չի քննարկվել։ Իսկ ինչու բոլորը սկսեցին դրա մասին խոսել։ Ինչու միայն Նարեկ Կարապետյանի պես համեստ պարկեստ լինելու պատճառով, որ նա որոշեց հանգիստ ասել որ քննարկեն, թե էլ ինչ որ բաներ կային, որ լրագրողները որսացել էին, բայց անկեղծ ասած չեմ կարող ասել, երևի թերևս ընդհանուր այդ լարվածության ֆոնի վրա ինչ-որ բաներ են մարդիկ մտածել, բայց այդպես հարց երբեք չի քննարկվել։ Ոչ, եւ մեր քննարկումների արդյունքում նաեւ որոշում է կայացվել, որ մենք որևէ մեկից ներողություն խնդրելու առիթ չունենք։ Իսկ վաղը, եթե պատմությունը կրկնվի եւ դուք ավելի կոշտ ելույթ ունենաք, որովհետեւ այնինչ անում են իշխանությունները, ենթադրում է, որ անդիմությունը այդ երկրի ամենակարևոր հարթակից բարբերաբար պետք է նման կոշտ հասցեագրված հստակ կետերով, նշումներով ելույթ ունենա եւ դուք որպես մի մարդով բարբերաբար դա արել է երբ դեռ չի եղել падգամավոր, շարունակելու եք ձեր ելույթները, հա, եւ բարբերաբար նման ելույթներ եք ունենալու։ Ինչ է անելու ձեր խմբակցությունը։ Ես կարծում եմ, որ ոչինչ չկա անելու այդ իմաստով, դա հենց մեր օրակարգն է։ Իսկ եթե ձեզ առաջարկեն մանդատը վայր դնել, ով պիտի առաջարկի։ Ով էլ որ առաջարկի։ Չէ, դա կարող առաջարկի միայն ուժը խմբակցությունը, իսկ դա կարող լինի միայն այն դեպքում, երբ որ իմ գործունեությունը խորհրդանական հակադիր է քաղաքական ուժի գործունեության հետ, բայց
նման պահին նման խնդիր չի կարող առաջանալ։ Իսկ եթե առաջանա ապագայում կդնեք վայր։ Ես կարծում եմ, որ այդ հարցը ինձ համար երբեք չի կարող դառնալ քննարկման առարկա, այն իմաստով, որ ես ի սկզբանե ասել եմ, որ ես падգամավոր դարձել եմ ի շնորհիվ Սամվել Կարապետյանի առաջին հերթին հեղինակության, նրա մեծագույն ջանքերի եւ նաեւ նրա կրած զրկանքների, որովհետեւ նա քաղաքական գործունեությամբ զբաղվելուց անձնապես մեծ զրկանքներ է կրել եւ ուժեղ Հայաստան եւ կուսակցությունը եւ դաշինքը ձևավորվել է իր աներկբա հեղինակության շուրջ եւ այն քվեները, որը ստացել է մեր դաշինքը, մեծապես պայմանավորված է հենց իր հանգամանքով։ Հետևաբար ես առանձին որպես քաղաքական գործիչ, եթե մասնակցեի ընտրությունների, ես առավել քան վստահ եմ, որ ինձ չէր հաջողվի ունենալ այս կրծքանշանը։ Ես այս կրծքանշանը ունեմ առաջին հերթին այդ թիմում գտնվելու արդյունքում։ Եվ եթե թիմը ունենա որոշակի հակադրություններ, բայց ես չեմ կարծում, որ այդ հարցը մենք ակտուալ խնդիր ենք քննարկում, որովհետև իմ գործունեությունը ամբողջությամբ է տեղավորվում մեր քաղաքական ուժի ժամանակներում ենք ապրում Էդգար, բայց ցանկացած իրավիճակում ես առանց քննարկելու ընդունելու եմ պարոն Կարապետյանի բոլոր առաջարկները, որոշումները, այսպես ասեմ, առաջարկը կարիքը չկա։ Կարճ ասեմ դուք ինչ ասացիք, փաստորեն դուք այս պահին ինձ ասացիք, որ ինչը լինի վաղը, ինչ տարաձայնություններ եթե Աստված չտա առաջանան ձեր եւ ձեր թիմակիցների միջև, դուք անելու եք այն, ինչ ասելու է Սամվել Կարապետյանը։ Ասեմ դες, որ Սամվել Կարապետյանը ինքը նաեւ շատ ներառական է որոշումների կայացման մեջ, այսինքն ինքը հաշվի է առնում այն մարդկանց կարծիքը, ում հետ որ գործ ունի։ Դուք օրինակ այս պատմության ձեր ելույթից հետո խոսել եք Սամվել Կարապետյանի։ Ոչ, առիթ չեմ ունեցել, որովհետև պարոն Կարապետյանը մեր ընդհանուր խմբակցության գործունեության վրա իր ազդեցություն այս պահին ինքը ամենայն դեպս չի դառնում։ Մենք ունենք խմբակցության ղեկավար, որին իդեպ խմբակցությունում բոլորը անվերապահ հարգում են, մենք մեծ հարգանք ունենք Նարեկ Կարապետյանի նկատմամբ եւ այս տիպի հարցերը մենք քննարկում ենք պարոն Կարապետյանի եւ խմբակցության մյուս падգամավորի Նարեկ Կարապետյանի։ Գոհ եք, որ падգամավոր եք դարձել Էդգար։ Ես ինձ շատ լավ եմ զգում, այդ ինձ համար դա իմ քաղաքական գործունեության իմաստով կարծում եմ, որ լավագույն միջավայրն է եւ չնայած այդ երբեմն առաջացող լարվածություններին ես շատ բաների ուղղակի ուշադրություն չեմ դարձնում։ Այսինքն ձեր համար, անձամբ Էդգար Ղազարյանի համար չկար դիլեմա վերցնել մանդատը թե ոչ։ Ոչ մի դեպքում չի եղել, ես քաղաքական ես գիտակցված որոշում եմ կայացրել, ես համաձայնություն եմ տվել առաջադրվել ազգային։ Ես նկատի ունեմ, որ Փաշինյանը գնաց հաղթեց, կուսակցությունը ԿՊ-ն հաղթեց, իսկ դուք գնացիք որպես առաջին ընդդիմադիր։ Փաշինյանը չի հաղթել այդ ընտրություններում, Փաշինյանը ապօրինաբար զավթել է իշխանությունը եւ մեր խնդիրը ոչ թե դրա հետ հաշտվելն է, այլ շարունակել մեր պայքարը իրան իշխանությունից հեռացնելու նպատակով։ Իմ այսօրվա պայքարի օրակարգային հարցը այն է, որ մեր հաջորդ վարչապետը լինի Սամվել Կարապետյանը։ Եվ դուք կարծում եք, որ ազգային ժողովի հարթակը լավագույն հարթակն է։ Այլ տարբերակ, այո, եթե ես չլինեի падգամավոր, դա ինձ համար ավելի պակաս հնարավորություններ կստեղծեր, քան այս կարգավորումը։ Իսկ ձեր կարծիքով ինչքան երկար ապագա ունի հին նորմեր իշխանությունը, այսինքն ԿՊ-ն կկարողանա 5 տարի եւս լինել իշխանություն Հայաստանում։ Կարծում եմ իրենց համար շատ դժվար է լինելու եւ ներքաղաքական զարգացումներ եւ աշխարհակաղակական զարգացումները Փաշինյանին այսօր իմ կարծիքով դրել են փակողային իրավիճակի մեջ։ Այն թվացial համագործակցությունը, որ նա ունի արևմուտքի երկրների հետ, դրանք իրականում անբովանդակ են։ Իրականում նա ոչ մի աշխարհակաղակական կենտրոնում վստահություն չի վայելում։ Բոլորն էլ արդեն հասկացել են, որ նա սովորական սուտասան է։ Տեսեք, ասենք օրինակ Ռուսաստանը մինչև հիմա անդադ հանդուրժում էր, չէ՞, նրանից հապկի հետ կապված նրա այս կամակորությունները որ թվականից է զբաղված որովհետեւ 22 թվա, բայց հիմա արդեն ոնց որ ասում են, չի անցնում։ Ոչ շնորհավորանք կա, ոչ բան կա, չէ, լարվածություն հարաբերություններում։ Այդ ամենին դեր ընդունում են, բարևում են, ժպտում են եւ այլն։ Պարզային չեն ասում։ Ամեն ինչը պաշտոնական հաղորդագրություններից պետք չի կարդալ։ Արևմուտքում էլ են հասկանում, որ ինքը չի կարող լինել վստահ։ Միգուցե այս պահին որոշակի շահեր կան, որ իր իշխանության մեջ մնալը իրանց որոշակի իմաստով շահեկան է, բայց իշխանության մեջ մնացող գործիչը իրանց վստահություն չի ներշնչում։ Նիկոլ Փաշինյանը ոչ ժողովրդավարական արժեքների կրող է, ոչ իր կերպարն է։ Հա, բայց ամեն դեպքում
իրենց այսպես լուրջ աջակցություն շահերով Ռուսաստանի դեմ պայքարում շահերով պայմանավորված, այլ ոչ թե իր գործը ինքը որպես գործիչ վստահություն չի ներշնչում։ Դա երկրորդական չի արևմուտքի դեպքում։ Ոչ, որովհետև եթե ինքը վստահություն չի ներշնչում, նշանակում է ցանկացած պահի կարա նաև դավաճանի։ Հետևաբար երկարաժամկետ ծրագրեր իր հետ հնարավոր չի կապել։ Նույնը վերաբերում է Իրանին։ Տեսեք, Ադրբեջանը էլ իրան չի վստահում։ Նկատել եք, օրինակ Ադրբեջանը միշտ ինչ ասում Ալիևը կամ Հիկմետ Հաջիևը, ասում են մենք չենք ուզում Նիկոլ Փաշինյանի պայմանավորել, մենք հայ ժողովրդի հետ պայմանավորել։ Ես նաև մի բան եմ հասկացել, գուցե սխալ եմ, հա, ինձ հետաքրքիր է օրինակ այս հարցում ձեր կարծիքը։ Անդիմությունը ասում է մենք գնացել ենք ազգային ժողով առաջին հերթին սահմանադրական այդ հանրաքվեն թույլ չտալու համար, հա։ Okay, ընդունելի պատճառ է, ընդունելի բնակչության այն հատվածի համար, իսկ մենք ավելի շատ ենք, քան Փաշինյանի աջակիցները, ովքեր դեմ են քվեարկել, դա շատ կարևոր եւ ընդունելի բացատրություն է եւ մենք ասում ենք, okay, ճիշտ է, պետք է գնալ ազգային ժողով, վերցնել մանդատները եւ թույլ չտալ, որ Փաշինյանի թիմը ունենա սահմանադրական մեծամասնություն եւ հանրաքվեի անի Ադրբեջանի պահանջով մեր սահմանադրությունը փոխելու հարցը։ Սա հասկանալի է, բայց ես իմ խորին համոզմամբ նաև հասկանում եմ, որ Ալիևին պետք չի այդ սահմանադրական փոփոխությունը։ Ալիևին պետք չի մեզ այդ պայմանագիր կնքել։ Ալիևին պետք չի պայմանագիր կնքել, բայց պետք է սահմանադրական փոփոխություն։ Չէ, եթե ինքը սահմանադրական փոփոխությունների այդ պրեսինգը շարունակվի ու ինչ-ինչ պատճառներով թե ձևով, ես չեմ հասկանում միշտ ձևով, եթե եւ Ուժեղ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը հստակ դեմ քվեարկեն, ոնց կարող է դա հանվել հանրաքվեի, ենթադրենք ինչ-որ ձև գտան հանեցին եւ այդ հանրաքվեն անցկացրեցին, նույնիսկ էլի է, ինչպես եւ այս ընտրությունները օգտագործելով սահմանադրական, օգտագործելով իր ադմինիստրատիվ ռեսուրսները, նաեւ այս նոր օրինագիծը, օրենքը, որ ով իրավունք ունի մասնակցելու ընտրություններին, նա ստանում է, օքեյ, սահմանադրությունը փոխում են։ Այդ դեպքում Ալիևը այլևս պատճառ չի ունենա նույն ամերիկյան վարչակազմին ասելու, որ դե հիմա ես չեմ կարող այդ պայմանագիրը ստորագրել։ Նայեք ինչ անում Ալիևը, ես իմ ելույթներից մեկում եմ դա ասել, մենք պիտի վերջո հասկանանք, որ մենք Նիկոլ Փաշինյանի հետ գործ չունենք, էլի Իլհամ Ալիևի, որը շատ ավելի լուրջ է վերաբերվում իր պետությանը, իր աշխարհային խնդիրներին։ Նրան պետք է նոր սահմանադրության ընդունումը, ոչ թե պետք է որ խաղաղության պայմանագիր կնքի, այլ նրան պետք է որ խաղաղության պայմանագիր չկնքի, որովհետև եթե սահմանադրությունը ընդունվում է առանց անկախության հռչակագրին հղում անելու, նշանակում է այդ հանրաքվեի արդյունքը ոչ թե սահմանադրության ընդունելու մասին է, այլ այդ անկախության հռչակագրով ստեղծված պետությունը վերացնելու մասին է։ Իսկ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրել է այս պետության արտաքին գործերի նախարարը։ Ալիևն ասելու է այն նախարարը, ով որ ստորագրել է, այդ պետությունը այլևս չկա։ Իսկ եթե պետությունը չկա, հետևաբար նախաստորագրած պայմանագիրը պայմանագիր դարձնել իրավաբանորեն հնարավոր չի։ Իսկ եթե պետությունը չկա, բայց կա դրա տարածքը, այդ դեպքում ինչ է արվում, այդ տարածքի վրա հաստատվում է նոր իշխանություն։ Իսկ թե ո՞րն է այդ իշխանությունը, Ալիևը դա անվանում է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետություն։ Տեսեք, կար Արցախի Հանրապետություն, որի կարգավիճակի շուրջ նույն Ալիևը բանակցում էր։ Դա տարիներ է տևել, ինքը չի հրաժարվել այդ բանակցություններից։ Բանակցությունները վերաբերել են այդ պետության կարգավիճակին, որը կարող էր լինել նաև հանրապետություն ճանաչված։ Քննարկվել է, չէ՞, կարող նաև ոչ թե վերացմանը հանգեցնել, այլ ճանաչմանը։ Եթե Նիկոլ Փաշինյանը չներ Հայաստանի վարչապետ, մեծ հավանականությամբ դա կգնար ճանաչման։ Այդպես է բանակցել Քոչարյանը, այդպես է բանակցել Սերժ Սարգսյանը, չեն բանակցել պետությունը վերացնելու ճանապարհով, չէ՞։ Ասել է Փաշինյանին, Փաշինյանն է։ Հիմա երբ որ այդ պետական կազմավորումը Ալիևին հաջողվել է վերացնել, այդ տարածքի վրա ինչ ա եղել։ Հաստատվել է ադրբեջանական իշխանություն եւ հանգեցրել է։ Բայց ամեն դեպքում նա Արցախի հանրապետությունը չճանաչված էր։ Կապ չունի։ Հայաստանը ճանաչված պետություն։ Բայց վերանում է այդ պետությունը։ Ինչպես է վերանում։ Սահմանադրությունը փոփոխելով չի վերանում։ Չէ, սահմանադրությունը, բայց հենց այդ ամբողջ խնդիրը։ Եթե այն ինչ որ հիմա կատարվում է լինի սահմանադրության փոփոխություն, պահպանելով սահմանադրության նախարարը։ Նոր տեքստը սահմանադրության։ Ես չեմ, ոչ մեկ չի տեսել, իրանք չեն հրապարակել, բայց ես վերջերս երբ որ ազգային ժողովում Արուսյակ Ջուլհակյանը հանձնաժողովի նախագահի տեխնացու էր, որը նաև այդ հանձնաժողովի անդամ է,
Ինքը հայտարարեց, որ նախագծում հղում չկա անկախության հռչակագրի։ Միայն դա է, ուրիշ փոփոխություն չկա ասես։ Ես կարծում եմ, որ կլինեն նաև փոփոխություններ, որը կվերաբերի հայ առաքելական եկեղեցուն, ընտանիքի կարգավիճակին, զինված ուժերի խնդրին, որ զինված ուժերը հիմա համանդրական պարտավորությունն են, չէ, հայրենիք պաշտպանելու, որ դա էլ վերած։ Կարծում եմ, այդպես մի քանի բաներ էլ կանեն, բայց դրանից ոչ մեկը հիմա հայ առաքելական եկեղեցին համանդրական կարգավիճակ կունենա թե չէ, Ալիևի համար դա 100-րդական հարց է։ Իր միակ հարցը, որ հետաքրում է, դա որ սահմանադրությունը չունենա հեղում անկախության հռչակ, դրա համար են ասում, որ ոչ թե պետք է փոփոխություն, այլ նոր սահմանադրության ընդունում, որը ոչ մի ուրիշ դրույթ չի փոխում։ Իսկ եթե նոր սահմանադրություն ընդունվում առանց անկախության հռչակագրի, նշանակում է մեր պետությունը, որի անունն է Հայաստանի Հանրապետություն, վերանում է, որովհետև մեր պետությունը Շատ դեպքեր կան, երբ պետությունները սահմանադրություն են փոխում։ Սահմանադրություն են փոխում, բայց չեն հրաժարվում պետության հիմքից։ Հա, Մեր պետությունը Հայաստանի Հանրապետություն անունը ստացել է 1990 թվականի օգոստոսի 23-ի հռչակագրով։ Այդ հռչակագրում ասում ստեղծվում է պետություն, որի անունն է Հայաստանի Հանրապետություն, կրճատ Հայաստան։ Եվ եթե հիմա դա վերանում է, կորցնում է իր իրավաբանական նշանակությունը, ապա ստեղծվում է նոր պետություն, որի անունը միգուցե նորից Հայաստանի Հանրապետություն է, բայց թե որ տարածքի վրա է, ով պիտի այնտեղ ապրի, ինչ իշխանություն պետք է լինի։ Ես այս վարկածն առաջին անգամ Սրանք լրիվ նոր խոսել եք սրա մասին, ժողովի ազգային ժողովում ես այո մի անգամ այս վտանգի մասին ասել եք։ Այո, բայց ամբողջ խնդիրը իմ անհանգստությունը, բայց ԿՊ-ի падգամավորներին դիմելով ասում եմ զգույշ եղեք, սա նաև ձեզ է վերաբերում։ Սենց ազգային ժողով, սենց գեղեցիկ սիրուն նստարաններով, բան Ստեփանակերտում եք ար։ Դուք էլ գնում եք այնտեղ, չի, ասում եք մեր սիրելի լուսանկարը հրապարակեցին։ Ինձ այլ բան է ավելի շատ մտահոգում, Էդգար, ասեմ ինչը։ Ինչ սկսվել են ազգային ժողովի աշխատանքները, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ սա մի հարթակ է, որը որևէ ազդեցություն չունի իրական քաղաքականության վրա եւ իրական իշխանության վրա, որովհետեւ ինչ ուզում է իշխանությունն անում է, կառավարությունն անում է, վարչապետն անում է եւ շատ բաների մասին, կարևորագույն հարցերի մասին մենք post factum իմանում ենք նույն Ալիևից, որ բարձվում է, որ արդեն հստակ որոշվել է, որ մեր ատոմակայանը փակվելու է, որ մենք չենք ընդունում ռուսների առաջարկը, փակում ենք ատոմակայանը եւ ադրբեջանցի մասնագետներ են կանչել, որ իրենք համակարգը ստեղծելու համար ինչ որ հետազոտություններ անցկացնեն։ Ու ըստ էության այս թեմայով շատ քիչ քննարկում է ազգային ժողովում, որտեղ ազգային ժողովում շարունակում են քննարկել ով ինչա երբ ասել, ում բարեկամն է եւ այլ եւ այլ։ Նայեք, ազգային ժողովը դեռ չի սկսել աշխատել։ Մինչեւ հիմա մենք դեռ ամենապրիմիտիվ եւ ամենաանկարևոր հարցերն ենք քննարկում։ Ընտրում ենք ազգային ժողովի ղեկավար ընտրելու։ Դե պիտի մինչև այդ հանձնաժողովների կազմավորումը լինի նոր այդ օրակարգը սպառվի, որ Շատ է մնացել։ Դե կեսին ենք հասել հանձնաժողովների։ Հատուկ, չունեք տպավորություն, որ դա հատուկ է այդքան երկար տևում։ Ինչքան երկար այնքան լավ է միջալոց ասել իմ կարծիքով, որպեսզի ֆունկցիոնալ այս ազգային ժողովը, քանի որ լեգիտիմության դեֆիցիտ ունի, տենց չպետք է թողնել իրանք տենց իրանց արժեվ դրված խնդիրները հեշտ լուծեն առաջ գնան, այսինքն ամեն այս առիթը մենք պետք է օգտագործենք մեր խոսույթը առաջ բերելու համար, ասենք օրինակ քիչ առաջ ձեր կողմից վկայակոչված իմ ելույթը դա արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ընտրության կապակցությամբ էր, բայց ասենք Սարգիս Խանդանյանի կերպարը, որը իմ մոտավոր հաշվարկներով մեր պետությանը պիտի տված լինի առավելագույնը 48 դրամի օգուտ, երբ որ իր վրա ծախսվել է միլիոնավոր դրամներ։ Ինձ 100-րդական է իր կերպարը։ Ինձ հետաքրում է մեր երկրի արժեվ ծառացած Ձեր տրամաբանությունը հետևյալն է, ինչքան շատ խոսենք ու քննարկենք, ելույթ ունենանք այս տարբեր հանձնաժողովների ղեկավարների։ Մեկ անդիմության դիրքը, մեր երկու անդիմադիր խմբակցությունները թույլ չեն տալու որոշումների կայացման վրա ազդեցություն ունենալ։ Հետևաբար մենք պետք է իմ կարծիքով Իսկ ոչինչ չէր կարող անդիմությունը անել, երբ Ծառուկյանից գողացան այդ ձայները։ Դուք ճիշտ եք համարում այն ինչ տեղի ունեցավ։
Դե դա ամենամեծ գողությունն էր։ Բայց ընդդիմության արձագանքն այդ գողությանը adekvat էր։ Կարծում եմ, որ առավել բան չէին կարող անեն, այսինքն մենք ինչ կարային անեին։ Եթե Իսկ իշխանազավթումը տեղ ունեցել, հիմա կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշումը կայացրել է, սահմանադրական դատանը որոշում թողել է անփոփոխ։ Ինչ կարող անի, ենթադրենք ուժեղ Հայաստան կամ Հայաստան։ Այն ինչ որ Փաշինյանը բարբերաբար ասում է, եթե ինձ հետ համաձայն չեք, հեղափոխություն արեք։ Այդ դուք չեք նկատում, որ դա իր կողմից հրահրվող սադրանք է։ Հա, այսինքն եթե Փաշինյանն այդպես ասում է, ուրեմն անդիմության դա անկալում է, որ պետք չի փողոց դուրս գալ, պետք չի։ Բայց դեպքում իշխանապողությունը Հայաստանում ինչպես պետք է տեղի ունենա։ Թե դուք այսօր էլ համոզված եք, որ ընտրություններով հնարավոր է իշխանապողությունը ընտրությունը արդեն ավարտվել է եւ ընտրությունով իշխանությունը չի փոխվել։ Բայց ինչպես պետք է։ Մենք հիմա պետք է նայենք հետագա գործիքակազմը։ Ինչ է հայտարարվել ուժեղ Հայաստանի կողմից, որ մենք պետք է հիմա մեր խորհրդարանական գործունեությամբ ձևավորենք հասարակական տրամադրություններ, որոնք օբյեկտիվորեն ունեցել են անկում ընտրություններից հետո, այսինքն այն մարդիկ, ովքեր ունեցել են սպասումներ, որ իսկապես հնարավոր կլինի փոփոխությունների գնալ։ Դուք հիմա պետք է հետ բերեք ձեր վաստակած 23%-ը հետո։ Ոչ միայն։ Նաև ընդհանուր հասարակական տրամադրությունները պետք է գեներացնենք եւ փողոցի եւ իշխանական լիազորությունների, որը կա պարլամենտում մեր համեստ լիազորությունների կազմը ընդլայնելով գնանք որոշումների։ Ի վերջո պետք է որոշումները լինեն օրինական։ Իսկ խորհրդարանական երկրում բոլոր օրինական որոշումները կայացվում են պարլամենտում։ Պարլամենտն է որոշում ով պետք է լինի վարչապետ եւ ով պետք է հեռացվի վարչապետի պաշտոնից։ Դուք թերևս ամենից շատ հասկացող ինչա տեղի ունենում Հայաստանում, ամենից շատն եք եւ հասկանում եւ տեսնում եւ գրեթե ամեն օր դրա մասին խոսում եք մինչեւ պատգամավոր դառնալը։ Եթե մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ցանկացած մարդու դեմ կարող են ցանկացած քրեական գործ բացել, փակել այդ մարդուն, կալանավորել, մի քանի ամիս հետո բաց թողնել, ասել որ դե չափածուցվեց։ Մենակ Բագրատ Սրբազանին գործը դրանով սարսափելի օրինակ է, որ մի Սրբազանի հասկանում եք, այսինքն բարձրագույն պաշտոնյայի կարելի է այսպես հոգևորականի ձերբակալել են ասելով, որ ինքը ահաբեկիչ է։ Չէ, հələ Միքայել Սրբազանի դեպքում չեն ասել, որ ահաբեկիչ է։ Բագրատ Սրբազանին ասել են կոնկրետ ահաբեկիչ է ու բերել հրամցրել են հասարակությանը ինչ որ ձայնագրություններ, կոնտեքստից կտրած լրիվ սուտ ձայնագրություններ։ Հետո ասել են, չէ, դե ահաբեկիչ չի, այսինքն ոնց։ Մի ամբողջ ազգի դուք վախացրել եք, որ մեր դեմ ահաբեկչություն է պատրաստվում, 2 ամիս հետո ասում եք, չէ, սխալվել եք, ու դրա արձագանքը կարող եք ժամերով հազարավոր այս ամենի ֆոնին, երբ որ ցանկացած ընդդիմադիր գալիս եւ ասում է, դե պետք է գնանք ըստ կանոնների, դե պետք է գնանք, չգիտեմ, սա օրենքի սահմաններում, հասարակությունն ասում է, որ օրենքի սահմաններում։ Այն օրենքի սահմաններում, որոնք խախտվում են ամեն օր իշխանությունների կողմից։ Որն է կարմիր գիծը, երբ որ դուք ընդդիմությունը ասի, օքեյ, մենք այլևս չենք կարող մեզ պահել նախկինի պես, որովհետեւ սա արդեն դիկտատուրա է, սա արդեն չգիտեմ ինչ է։ Նայեք, ի վերջո որոշումները պետք է ունենան իրավական ձևակերպում, չէ՞։ Այո։ Այն որ պիտի հասարակական տրամադրություններ լինեն այդ որոշումները աջակցելու համար, դա ակնհայտ է։ Տեսեք, հիմա ձեզ բերեմ օրինակ։ Նիկոլ Փաշինյան օգոստոսի 2-ին վերստին նշանակվել է վարչապետի պաշտոնում։ Հիմա ինքը պետք է ներկայացնի այս սահմանադրության կառավարության գործունեության ծրագիր ազգային ժողովին։ Դա առաջիկա օրերին ներկայացնելը, թեև քննարկվի կախված է ազգային ժողովի աշխատանքների ընթացքից, բայց ինքը պետք է ներկայացնի։ Հիմա երբ որ ներկայացրեց, մենք հասանք օրակարգի հետ հարցին, պետք է դա քննարկենք։ Ինչը քննարկենք։ Ծրագիրը։ Այո, եւ ինչ է տալիս։ Քննարկման արդյունքում ազգային ժողովը պետք է կայացնի որոշում։ Հավանություն տալ ծրագրին, թե չէ։ Դուք դեմ կլինեք, դրանք կողմ կլինեն, կանցնի։ Շատ լավ։ Դուք նկարագրեցիք ամենահավանական սցենարը, որը կարող է լինել։ Բայց կա մի, ենթադրենք, այս պահին տեսական, ես դրա այս պահին գործնական չեմ տեսնում, բայց տեսական, որը կարա ցանկացած պահի մեկ է դառնա գործնական։ Ինչ որ քպայականից ինչ որ մարդիկ գան ձեր կողմ եւ դեմ քվեարկեն։ Պարզը չէ, որ սովորական պայմաններում նման բան չի կարա լինի։ Իսկ այն դեպքում, երբ որ հասարակական տրամադրությունները թեկուզ կարճ ժամանակահատվածում գեներացվում են,
Եվ մարդիկ ասում են, որ սա առաջի շանսն է խափանել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որովհետև եթե այդ ձեր ասած մի քանի հոգի ԿՊ-ականները դեմ են քվեարկում մեզ հետ միասին կառավարության ծրագրին, սահմանադրությամբ վարչապետը հրաժարական է, հեռացվում է պաշտոնից։ Նիկոլ Փաշինյանը կարա օգոստոսի վերջին վարչապետ չլինի։ Դուք գնում եք իմպիչմենտի կարճ ճանապարհով։ Դե իմպիչմենտ։ Ընդդեմ սա դեռ իմպիչմենտ չի, 6 ամիս դեռ չի անցել։ Ես դες հիմա ասում եմ տեսականորեն իմ բոլոր առաջարկներն ինչ որ կա, բոլորը սահմանադրության շրջանակներն են։ Այսինքն, եթե իմ ազգային ժողովում անվանական քվեարկության դրվում է կառավարության ծրագրի հարցը, եւ 50-ից ավել տոկոս падգամավորները դեմ են քվեարկում, դուք դա հավանական եք համարում։ Ես ասացի ձեզ, որ այս պահին ես դա հավանական չեմ համարում, բայց դա տեսականորեն հնարավոր է։ Հիմա եթե քաղաքացիները, ովքեր ընտրել են ԿՊ-ին, ցուցաբերում են այն քաղաքացիական վարքը փողոցում, դրսում, որը դրսևորել են 2018 թվականին, ես դա հավանական կհամարեմ, որովհետեւ դա չի կարա չանդրադառնա մարդկանց հոծ բազմությունը, հասարակական տրամադրությունները շենքում գտնվող падգամավորների վրա, անկախ դրանից թե նրանք որ խմբակցության, այսինքն փողոցում կանգնած մարդիկ նաև միջավայր են ստեղծելու մեզ համար, որպեսզի մենք մեր կողքը դահլիճում նստած մյուս падգամավորներին հրավիրենք զրույցի։ Շատ լավ, հասկացա ձեր տրամաբանությունը, բաց տրամաբանությունը։ Սա դեռ առաջին քայլը։ Երկրորդը, որևէ օրենքի նախագիծ քննարկելու ժամանակ այդ թվում մեր նախաձեռնած օրենք կառավարությունը կարա դնի իր վստահության հարցը։ Ասենք ենթադրենք Հակա Սաֆարովյան օրենք է քննարկում, որը ուժեղ Հայաստանը արդեն հայտարարել է, որ աշխատանքային ռեժիմի անցնելուց առաջին նախագիծն ալնելու նախագիծներից մեկը, որը բերվելու է պարլամենտ, խափանելու ադրբեջանցիների հնարավոր մուտքը Հայաստան։ Հիմա կառավարությունը կարա գա ասի, ես այս օրենքի նախագծի քննարկմանը դնում եմ իմ վստահության հարցը։ Ես կառավարությունը, որ ուզում են ադրբեջանցիները գան։ Հիմա եթե հասարակությունը այդ ժամանակ դուրս գա, այդ օրենքի ընդունումը կարա հիմք հանդիսանա կառավարության անվստահությունը գասի դեմ եք քվեարկում, հարցը փակվում է վերջ։ Չէ, ինքը կարա իր վստահության հարցը դասի, եթե դուք ընդունեք այդ օրենքը, մենք հրաժարական ենք տալի։ Սահմանադրությունը այդ հնարավորությունը տալիս է։ Հաջորդ տարբերակը դա արդեն ձեր ասած անվստահության հնարավորությունն է, որը այդ առաջինը մի տարի հետո։ Մի տարի հետո։ Մի տարի հետո դրանից հետո ամեն մի 6 ամիսը մեկ հնարավոր։ Այսինքն, եւ ինչ է հայտարարել ուժեղ Հայաստանը, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու բոլոր հնարավոր տարբերակները, որոնք տեսականորեն, ինչ որ ձեզ ասի, իրավունքի սահմանադրության դաշտում է։ Մենք պետքա փորձենք ամեն մեկը իր ժամանակին իրականություն դարձնել։ Մեր փորձերից որը կբերի հաջողության, դրանք բոլորը տեսական այն ինչ որ դուք թվարկեցիք, տեսականորեն այո կա այդ հնարավորությունը, սա նույն քննարկումները, որ մինչև ընտրություններն էր, ընտրություններից 1 տարի առաջ որ իմպիչմենտ հայտարարենք, թե չհայտարարենք, օքեյ։ Սա դնենք մի կողմ։ Դուք ասում եք, որ տեսականորեն հնարավոր է, որ ԿՊ-ից որոշ մարդիկ ճնշման տակ, փողոցի ճնշման տակ, իրենց ընտրողների ճնշման տակ, իրենց սեփական կամքով, սեփական կամքով դեմ քվեարկեն, օքեյ, սա տեսականորեն է միայն ըստիս։ Հնարավոր գոնե այս պահին, բայց հասարակությունը մեկ այլ բան է քննարկում։ Հասարակությունն էլ քննարկում է, որ տեսականորեն հնարավոր է, որ ուժեղ Հայաստանի որոշ падգամավորներ անցնեն ԿՊ-ականի շարքեր եւ շատ հանգիստ Փաշինյանը իր այսպես էմոցիոնալ ելույթով, որ այ եթե հիմա չեք քվեարկում հոգուտ հանրակրվեի սեպտեմբերի վերջին լուրջ պատերազմ է լինելու Հայաստանում։ Եւ ինչ որ մարդիկ ձեր ուժից գնան, որովհետեւ օրինակ նույն Լևոն Քոչարյանը օրինակ այստեղ ինձ հետ հարցազրույցում նախանցած շաբաթ կամ անցած շաբաթ չեմ հիշում արդեն, ասաց որ մենք վստահ ենք 100%, որ մեր թիմից ոչ ոք այդտեղ չի գնա։ Մենք ունենք այդպես դառը փորձ եւ հիմա կարող եմ հստակ ասել, որ ոչ ոք հաստատ ճամբար չի փոխի։ Դուք կարող եք նման բան ասել ձեր թիմի մասին։ Կարող եմ ասել, որովհետեւ այս պահին ճանաչելով մեր թիմին եւ մեր թիմում նկատի ունեմ խմբակցությունում падգամավորներին, ես որևէ անհանգստություն այս պահին չունեմ, որ կարողա որևէ մեկը դուրս գա մեր խմբակցությունից եւ ոչ թե վայր դնի մանդատը, այլ գնա դառնա Նիկոլ Փաշինյանի թիմակից։ Անկեղծ ասած, որևէ նորմալ մարդու պարագայում ես դասեք, նորմալ մարդը ոնց կարա Սամվել Կարապետյանին թողնա, իթ խելքը տա Նիկոլ Փաշինյանին։ Նորմալ մարդը ոնց կարա Սամվել Կարապետյանին թողած գնա Նիկոլ Փաշինյան ընտրի։ Բա, բայց գնացել է։ Հիմա եթե
առանձնացել է դրանից այդ հասարակությունից ընդամենը 29 մարդ, ենթադրում է, որ նրանք նորմալ մարդիկ են եւ իմ տպավորությամբ նրանք իսկապես այդպիսին են։ Ինչու պարտվեց ընդդիմությունը ընտրություններին։ Ընդդիմությունը չի պարտվել ընտրություններում, ընտրություն չի եղել է իշխանազավթում, եղել է ձայնագողություն, հետո անգամ ձայնագողության դեպքում տեսնելով որ իրանք չունեն 3-5-րդ, իրանք նաեւ ձայնագողության ավելացրեցին մանդատագողությունը, գողանալով Բարգավաճ Հայաստան կուսակցությանը դժվարություններով։ Ընդդիմությունը փողոց չհանեց մարդկանց։ Որովհետեւ դա չէր կարա արդյունք տալ իմ կարծիքով։ Ես ճիշտ եմ համարում։ Ինչու 18 թվականին Նիկոլ Փաշինյանը կարողացավ, իսկ դուք մի իրավիճակում, երբ on-line ռեժիմով գիշերը 10% դեռ չհաշված մարդը հայտարարեց, որ հաղթել է ընտրություններում, իսկ նույն on-line ռեժիմով Նիկոլ Փաշինյանը ընտրություններից հետո չի նախաձեռնել իր process-ը, նրա նախաձեռնած այդ ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը լրիվ այլ շարժառիթներով, այլ կազմակերպվածությամբ, այլ ընթացքեր, դա հետընտրական որևէ process-ի չէր վերաբերում, որովհետև դրան նախորդած ընտրությունը եղել էր 1 տարի առաջ, 2017 թվականի ապրիլին, կապ ունի։ Կոնկրետ տվյալ պահին իշխանազավթումը այն ձևով էր իրականացվել եւ ես էլ իմ ներքին զգացողություններ ունեի, որ փողոցային որևէ process իրավական գործընթացների վրա ազդեցություն չէր ունենալու։ Իսկ եթե չէր ունենալու, ուրեմն չէր հանգեցնելու իշխանափոխության։ Մենք նաև մեր աչքի առաջ ունենք Վրաստանի օրինակը։ Բայց Վրաստանի ընդդիմությունը գոնե ցույց տվեց, որ ինչ որ բան է իրենից ներկայացնում, քանի որ պայքարեցին։ Ոչ պարլամենտում են, ոչ էլ իշխանությունում։ Ինչ 400,000 մարդ էին հանել փողոց։ Իրանց երկրի գործող նախագահներ առաջնորդում։ Եվրոպական միության երկրների բազմաթիվ արտգործնախարարներ են գալի ցույցի առջևից քայլում։ Բայց ձեր ասելով ստացվում է, որ ոչ փողոցային պայքարն է հնարավորություն տալիս հասնել իշխանափոխության, ոչ էլ ընտրությունները։ Դրա համար մենք գնում ենք այս ճանապարհով, այսինքն այդ որ ճանապարհն է։ Մենք պետք է հիմա ունենանք արդյունավետ քաղաքական պայքար, ունենալով նոր կարգավիճակ, մեծ խմբակցություն ազգային ժողովում։ Ես կարծում եմ, որ Սամվել Ինչ նշանակում մեծ խմբակցություն։ Հայաստան դաշինքն ավելի մեծ էր, քան հիմա ուժեղ Հայաստան դաշինքը։ Կարծեմ նույն թվականակով են падգամավորները, բայց նկատի ունեմ, որ նոր ստեղծված քաղաքական ուժի համար ունենալ կարճ ժամանակահատվածում նման բարձր։ Դա բարձր է։ Ես կարծում եմ, որ բարձր է ոչ միայն մանդատների քանակով, այլ իրական տրամադրությամբ, եթե մենք ունենայինք հավասար մրցակցային ընտրություններ, ես վստահ եմ, որ ուժեղ Հայաստանը, եթե ոչ միայնակ 50%-ից ավել քվեներ կունենար, ապա Հայաստան դաշինքի, Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ չեմ բացառում, որ ազատ ժողովրդավարական ընտրության դեպքում նաեւ միասնության թևերը կարողանար շեմ հաղթահարել, այդ դեպքում եւ նախապես սոցիոլոգիական հարցումներն էին դա վկայում, որ ընդդիմադիր ուժերը 60% մոտ միասնական ձայներ էին հավաքում, այսինքն Նիկոլ Փաշինյանը առավելագույնը, անգամ այդ իր ընտրական շարժերի։ Բայց ընդդիմությունը հավատում էր, որ Հայաստանում հնարավոր են նման ընտրություններ։ Որովհետև մենք նաև ինչի էր հավատում, խո միամտությունից չէր, սոցիոլոգիական հարցումները, ընտրողների հետ հանդիպումները։ Միամտություն չէր իմանալով Փաշինյանին մտածել, որ նա ամբողջությամբ չի օգտագործի ադմինիստրատիվ ռեսուրսը։ Մենք գործում, այստեղ միայն ադմինիստրատիվ ռեսուրսը չի տեղի ունեցել իշխանազավթում ապօրինի եւ իրանք այդ ապօրինության հետևանքով են հայտնվել իշխանության։ Եվ հիմա մեր խնդիրը ոչ թե հաշտվել այդ իրողության հետ, այլ պայքարել եւ ես կարծում եմ, որ հիմա խորհրդանում մեր արդյունավետ աշխատանքը հիմա ամենամեծ ծանրաբեռվածությունը ես կարծում եմ պետքա լինի ազգային ժողովի հատկապես երկու խմբակցությունների հայ-ռուսական հարաբերությունների հետ ձեզ։ Ես կարծում եմ, որ դրանք ավելի վատ դեռ հեռանկար կունենան առաջիկայում մեծ հավանականությամբ մինչև դեկտեմբեր հավանաբար Հայաստանը ավելի մեծ սահմանափակումներ կունենա ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններում, միգուցե սառեցվի, այդպես ասած, անդամակցությունը կամ նշանակում է նաև գազի գնի։ Ինչը շատ բաներ է նշանակում, բայց ես հայ-ռուսական հարաբերություններում ամենամեծ վտանգը, որ տեսնում եմ, դա պայմանավորված է Հայաստանում ռուսական սահմանապահ զորքերի գործունեության կասեցման հետ։ Որթողն են գնան։ Եվ դրա վտանգը ոչ թե սահմանի նրանց ներկայությունն է ոչ միայն, այլ Հայաստանը այս պահին իր հարևան 4 պետություններից ոչ մեկի հետ չունի պետական սահմանի մասին համաձայնագրեր։ Եվ Հայաստանի ու Թուրքիայի, Հայաստանի, Իրանի
պետական սահմանի մասին համաձայնագրերը դրանք ՍՍՀՄ-ի եւ Թուրքիայի, ՍՍՀՄ-ի Իրանի միջև կնքված համաձայնագրեր են։ Այսինքն մենք սահմանազատում չունենք նաեւ Իրանի հետ։ Մենք ունենք, բայց ունենք որպես ժառանգություն Ռուսաստանի եւ Իրանի հետ կնքած պայմանագրի եւ սահմանազատման։ Հետո Հիմա խորհրդային միության փլուզումից հետո միջազգային հարաբերություններում խորհրդային միության իրավահաջորդը Ռուսաստանն է, այլ ոչ թե 15 հանրապետություններից որևէ մեկը։ Հետևաբար Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև կնքված սահմանի համաձայնագիրը ՍՍՀՄ-ի եւ Թուրքիայի իրավաբանորեն հիմա Այսինքն Թուրքիան կարող է այդ սահմանը չճանաչել կոպիտ ասած։ Դա է վտանգը։ Իսկ Իրանը։ Նույնը Իրանը։ Նույն Իրանից ես չեմ սպասում, որ նրանք կներխուժեն Հայաստանի տարածք, բայց եթե չեղարկվեց 92 թվականի սեպտեմբերի 30-ի համաձայնագիրը Հայաստանի եւ Ռուսաստանի միջև, որով Հայաստանը ճանաչում է ՍՍՀՄ-ի եւ Թուրքիայի միջև կնքված համաձայնագիրը, այսինքն սահմանը, որին կանգնած Այդ կարելի է ճիշտ եմ հասկանում, որ դուք այսօր մենակ падգամավոր եք եւ որևէ չեք շարունակում ձեր YouTube-յան ալիքը։ Ես որոշ նախագծեր դադարեցրել եմ, ուղղակի ծանրաբեռնությունից ելնելով Ղազարյան versus Ղազարյանը, բայց շարունակում եմ այլ նախագծերի, մասնավորապես թեմատիկ զրույցները 168-ում, երկու ճակատ ոդքասթը 168-ում եւ ամբասադոր ոդքասթը հայկական երկրորդ հեռուստաալիքում, դրանք ինձ համար վարձատրվող աշխատանք չեն, այսինքն կարելի ասել ոնց որ հիմա ձեր մոտ եմ եկի հարցազրույցի, հենց գնում եմ Դավիթ Սարգսյանի մոտ երկու ճակատ։ Որովհետեւ իմ կարծիքով չափազանց կարևոր հարցերի շուրջ, որոնք մենք այսօր խոսեցինք, դրա մասին պետք է խոսել ավելի ակտիվ եւ գրեթե շուրջօրյա ռեժիմով, որտեվ ես նաեւ այս ընտրություններից հետեւություն եմ արել, որ մենք ընդդիմադիր լրագրողներս սարսափելի արտահայտություն է ընդդիմադիր լրագրող, բայց սա ֆորս մաժորային իրավիճակ է Հայաստանում եւ ըստ այդմ կարող է լինել նաեւ այո ընդդիմադիր լրագրող։ Բոլորս հասկանում ենք, որ մենք շատ բացառապես չգիտենք ովքեր են մեր կողքը ապրում։ Այսինքն, որ ասում ենք ինչու մարդիկ գնացին Փաշինյանին ընտրեցինք, մենք չգիտենք այդ հարցի պատասխանը։ Մեզ թվում է, թե մեր կողքը ապրում է մի հասարակություն, օքեյ, թող հասարակության 20%-ը մի քիչ ավելի քիչ ուղեղի հետ կապված խնդիրներ ունենա կամ շատ խելոք չլինի, հա, այսպես մեղմ ասեմ, բամնացածը։ Ես շատ մարդիկ գիտեմ, որ բավականին լուրջ մարդիկ են, լուրջ կրթություն ունեն, լուրջ դիրքեր ունեն, Փաշինյանից որևէ կախում չունեն, բայց գնացել եւ Փաշինյան են ընտրել։ Ես նախընտրական շրջանում հանդիպել եմ երևույթների, որոնց բացատրությունները չունեմ, այնպես ինչպես դուք եք ներկայացնում ձեր մտահոգությունները։ Օրինակ, փաստերով հիմնված Վայոց ձորի իմ հայրենակիցներին զգուշացնում է ընտրություններից առաջ, որ եթե Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշենը հանձնի Ադրբեջանին, ինչի մասին որ ինքը հայտարարել է որպես մտադրություն, ապա Վայոց ձորը կարժանանա եւ Սյունիքը Արցախի ճակատագրին, որովհետեւ կհայտնվի շրջափակման մեջ միջպետական ճանապարհը, որով որ հիմա մենք Երևանից գնում ենք Վայոց ձոր, կլինի ադրբեջանական վերահսկողության տակ, հետեւաբար մեզ համար անհասանելի ու մենք հայտնվենք շրջափակման մեջ։ Ու այդ մտահոգությունը, ասենք հասարակ ձեր ասած պակաս իրազեկ մարդը լսում է նախկին դեսպանից, նախկին մարզպետից, տնտեսագիտության դոկտրից, իրավագիտության մագիստրոսից, այսինքն մարդուց, որը գնացել որտեղ հնարավոր է սովորել է, որտեղ հնարավոր է աշխատել է, իրանցից ոչ փող է տալի, ոչ փող է ուզում, ամենայն ազնվությամբ իրան ներկայացնում է իր կյանքին վերաբերող մտահոգություն։ Ու չի հավատում։ Ու գիտեք ինձ ինչ ասում։ Ասում է Տիգրանաշենը վաղուց է հանձնված։ Քոչարյանն է հանձնել։ Ասում եմ, այսօր ընդեղով եմ եկել, այսօր դեռ հանձնված չի։ Իրենք ասում են վաղուց է։ Դուք ասում եք վաղուց հանձնած է, բայց այսօրվա դրությամբ դեռ դուք մարդկանց մասին եք ասում։ Ես մի քիչ ավելի ուրիշ մարդկանց մասին եմ ասում, օքեյ։ Էդգար շատ հետաքրքիր հարցազրույց էր, իրականում վերջին հարցս չեք վախենում, որ ձեզ կձերբակալեն։ Եվ ինչ եք անելու, եթե ձերբակալեն։ Ուրեմն իմ հասարակական գործունեության ընթացքում ես արդեն 3 անգամ բերման եմ ենթարկվել, 3 թե 4 անգամ, որոնցից մեկը դիմակավորված ոստիկանների կողմից գետնին տապալելով եւ ինձ ձեռնաշղթաներ հագցնելով։ Ինձ իմ շենքի բակում բռնության են ենթարկել եւ այդ բռնություն գործադրողները մի օր չեն ձերբակալվել, փաստացի ազատ են արձակվել։
Ես ենթարկվել եմ բոլոր հնարավոր հալածանքներին եւ հիմա այս պահին ունեմ ոչ միայն մեղադրյալի կարգավիճակ, այլ իմ դեմ դատարանը կայացրել է մեղադրական վերդիկտ, որը նախատեսում է ազատազրկման ձևով պատիժ։ Եվ առաջիկայում պետք է շարունակվի եւ որոշեն վերջնական պատժի չափ, այսինքն ձեր ասածը ինձ համար ոչ թե վախ կամ անհանգստություն, այլ իրականություն, որ շուտով կլինի։ Իրականություն։ Եվ ինչ է կանելու կալանավայրում։ Ես ճիշտ ասած հույս ունեմ, որ ի վերջո նման որոշում չի կայացվի, որովհետև մենք կպայքարենք իմ իրավունքների պաշտպանության համար ինչքան հնարավոր է, բայց ցանկացած սցենարի ես շատ հանգիստ եմ վերապտեսեք, ինչքան հանգիստ եմ խոսում այդ հնարավոր հեռանկարի մասին, որովհետև այս ժամանակաշրջանում կյանքը մեզանից յուրաքանչյուրի համար կորցրել է իր։ Մի հարց տամ հետ։ Իմ կյանքի կեսը չափրած մարդիկ զոհվել են այս հայրենիքի։ Հույս ունենանք, որ դրան չի հասնի։ Մի հարց տամ, խնդրում եմ, փորձեք անկեղծ պատասխանել։ Իսկ կարող է մեր երկրի ճակատագիրը այլ լիներ եւ մենք Արցախն էլ չկորցնեինք, եթե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը լուրջ տարաձայնություններ չունենային։ Ես անկեղծ ասած չգիտեմ, թե ինչ տարաձայնություններ կան, ինչ խորություն ունեն այդ տարաձայնությունները, բայց ես ուրախ կլինեի, որ ընդհանրապես մեր պետության մեջ լուրջ վաստակ ունեցող բոլոր գործիչները, այդ թվում մեր նախկին բոլոր նախագահները, այդ թվում նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, միմյանց նկատմամբ ունենային համերաշխ վերաբերմունք եւ դա նաև տարածվել մեր հասարակական հարաբերությունների վրա լայն առումով։ Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար եւ մենք ձեր հետ նորից կհանդիպենք անշուշտ։ Սիրով։